Դիաննա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Հենրին զանգում է Անգելինային և ասում, որ հանդիպում է նշանակված ԶԱԳՍ-ի մոտ իրենց պաշտոնական բաժանությունը գրանցելու համար։ Անգելինան քարանում է, նրա համար սա դառնում է անսպասելի հարված։ Նա գիտեր, որ Հենրին վիրավորված է, բայց երբեք չէր պատկերացնում, որ վերջը այսքան մոտ է։ Նա գնում է հանդիպման և շատ մեծ դժվարություններ հաղթահարելով իրենց մեջ նորապսակ ու իրար անչափ սիրող զույգը պաշտոնապես բաժանվում է, ամեն մեկը գնալով կյանքի իր ճանապարհով։ Սոսն էլ, որը կարճ ժամանակով հայտնվել էր ճաղերի հետևում, մի երիտասարդի ծեծելու պատճառով վերջապես ստանում է ազատություն։ Երիտասարդը, ում վրեժի կրակը բոցավառել էր Սոսի դեմ, ուշքի գալուց հետո հանդիպում է Արամին։ Այս հանդիպումը դառնում է բեկումնային։ Արամը շատ հստակ ու սառնասրտորեն ներկայացնում է պատկերը, ասելով, որ եթե այս ամենը չավարտվի հենց հիմա, ապա այն կվերածվի պատերազմական կործանման։ Նա հիշեցնում է, որ երիտասարդն ունի ընտանիք, մայր, քույր, մարդիկ, որոնց կյանքը հնարավոր է մեկ հարվածով փլվի, եթե ինքը շարունակի պայքարը։ Այդ պարզ, բայց ուղիղ նախազգուշացումը ստիպում է երիտասարդին վերագնահատել իրավիճակը։ Նա որոշում է չհայտնել Սոսի անունը, փաստացի հրաժարվելով վրեժխնդրությունից։ Արդյունքում Սոսը ազատ է արձակվում, խուսափելով երկարատև պատժից։ Բագրատի մահն էլ դարձավ հերթական ողբերգության սկիզբը։ Նրա հուղարկավորությունը դառնում է մեծագույն դրամատիկ հանգրվան։ Ողջ ընտանիքը ներկա է, դեմքերով սգացող, ներսում խեղդող լռությամբ։ Մահը, որքան էլ հակասական լիներ Բագրատի կերպարը, միավորել էր բոլորին, վերջին հրաժեշտի պահի առաջ։ Բայց այս հանգիստ ցավի մթնոլորտը կտրուկ խախտվում է, երբ Լիլիթը մոտենում է Աննային ու բացեիբաց ասում՝ նա է սպանել իրենց հորը։ Սոսը միանգամից որդուն Արամին խնդրում է հեռու տանել Լիլիթին, որպեսզի նա չսրի իրավիճակը ու նոր միջադեպ չառաջացնի։ Սակայն բեմը նոր ողբերգության պատրաստ էր։ Աննան պատրաստվում էր հեռանալ գերեզմանոցից Անգելինայի հետ, երբ Լիլիթը հանկարծ հանում է ատրճանակը։ Ոչ ոք չէր սպասում նման քայլ։ Կրակոցը հանկարծակի է բերում բոլորին։ Բայց հենց այդ պահին Աննան իր մայրական բնազդով անմիջապես իր մարմնով ծածկում է Անգելինային, պաշտպանելով դուստերը, ում համար այսքան տարի մղել էր ներքին պայքար։ Գնդակը խոցում է Աննային։ Նա միանգամից ընկնում է գետնին, անշարժ, իսկ դեմքին մի վերջին հայացք, որը խառնված է ցավի, զոհաբերության ու մայրական անսահման սիրո։ Հենրին վազում է դեպի Աննան, գոռալով «մամա», սարսափած ու անզոր։ Անգելինան ևս դողացող ձեռքերով գրկում է մայրիկին, արցունքախառը շժնում «մամա»։ Այս պահին նրանք երկուսն էլ հասկանում են, որքան խորն է կապը իրենց միջև։ Շտապ օգնությունը սրընթաց տեղափոխում է Աննային հիվանդանոց։ Բոլորի վախեցած հայացքները կրկնվում են մի նույն բառի շուրջ՝ կփրկվի։ Բժիշկները միանգամից անցնում են վիրահության։ Աննայի կյանքը մազից է կախված։ Որոշվում է ճակատագիրը։ Նրա պես մայրերը կռվում են վերջին շնչով, ոչ թե իրենց համար, այլ նրանց, ում սիրել են անձնազոհ, անսահման ու անշահախնդիր։ Այսքանից հետո էլ եթե Լիլիթին չտեղափոխեն հոգեբուժարան կամ բանտ, արդեն կլինի շատ մեծ հիմարություն։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աննան կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս։ Ես ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տալու։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք։ Այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։
Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասանք, ասած սպաս ասանք է համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ է համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբջան։ Քիչ է թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մրգշուպ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում ասերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Անգելինա մեջ ճանաչում ենք, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերին, վարդում ես իրանց տան հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ